Ագանչների մարմաչ ճշմարտության աղավաղումը եկեղեցու։ Ինչ կբադայի, երբ եկեղեցին գտադրի քարոզել ճշմարտությունը եւ կսկսի հաջողացնել մարդոց։ Երկրորդ Տիմոթեոս 4-րդ գլխում մարգարեական զգուշացումը եւ եկեղեցական կյանքը սդահոտ վարտաբերությունները կամ սդահոտ վարտաբերություններեն մաքրելու հրամայական։ Երկրորդ Տիմոթեոսի 4-րդ գլխում Պողոս առաքյալը կգադարե ցնցող մարգարեությունը, որն այսօր կատարվում է մեր աչքերի առջև։ Նա գրում է. որովհետև կգա մի ժամանակ, երբ առողջ վարդապետությանը չեն դիմանա, այլ իրենց հաճույքների համեմատ կլցնեն ուսուցիչներ, իրենց ագանչների մարմաչի համեմատ, եւ ագանչները կդարձնեն ճշմարտությունից եւ կգան առասպելների հետևից։ Երբ եկեղեցու ներսում տեղի է ունենում հոգևոր անկում, առաջին հերթին հարվածի տակ է ընկնում Աստծո խոսքի անարատությունը։ Այսօր տեսնում ենք, թե ինչպես ապօրինություններ եւ անպարոյականությունը արդարացնելու համար ոմանք փորձում են հարմարեցնել ավետարանը աշխարհիկ քաղաքականության ու մարդկային հաճույքներին։ Փոխանակ մեղքի մերկացնելու բեմերից հնչում են գեղձ ու փափուկ խոսքեր, որպեսզի ոչ մեկի խիղճը չարթնանա։ Էլ չխոսենք քաղաքականության մասին։ Սա հոգևոր մեծագույն դավաճանությունն է։ Եկեղեցու բարեկարգումը անհնար է առանց Աստծո խոսքի բացարձակ հեղինակության վերահաստատման։ Մենք չենք կարող հանդուրժել սուտն ու գեղձիկը Սուրբ ամբիոնից։ Ժամանակն է կանգնելու հաստատուն, մերժելու ամեն տեսակ աստվածպաշտության գեղձ կերպարանք եւ վերադառնալու այն ճշմարտությանը, որը մեզ սրբում ու ազատագրում է։ Ամեն։ Հոգևոր վարձկաններ հոդի շահագործումը սեփական փառքի համար։ Եզեկիելի մարգարեության 34-րդ գլխի մեջ Աստված իր փառքությունն ու տալաստանն է հայտնում այն հովիվների դեմ, որոնք փոխանակ հոդը խնամելու կշահագործեն այն։ Տերը գսե. «Վայ Իսրայելի այդ հովիվներին, որոնք իրենց արածեցնում են։ Չէ որ հովիվները հոդը պիտի արածեն։ Դուք կաթն էիք ուտում, բուրդը հագնում եւ այլն, բայց հոդը չէիք արածեցնում։ Դգարացածին չզորացրիք, հիվանդին չբժշկեցիք, գոդրվածը չփաթաթեցիք»։ Եզեկիել 34:2-4։ Այսօր, երբ եկեղեցական կառույցներու մեջ կտեսնենք ղեկավարներ, որոնք կապրին ջոխության ու շքեղության մեջ, անդեսելով հասարակ ժողովրդի կարիքները, աղքատներն ու հոգեպես կոտրվածները, մենք ականատես ենք նույն հոգևոր վարձկանությանը։ Երբ եկեղեցին կդադրի ըլլալ որբերու այրիներու ապաստան եւ կվերածվի հարուստներու ու աստեցիկներու ակումբի, որտեղ դգարը ցայն չունի, դա կատարյալ անօրենություն է։ Հոգևորականի կոչումը ծառայելն է, ոչ թե ծառայեցնելը։ Եկեղեցու իսկական բարեկարգումը կպահանջի արմատախիլ ընել այս վարձկանական մտածելակերպը։ Տիրոջ տունը պետք է վերադառնա իր իսկական առաքելությանը, ըլլալու բժշկության եւ սիրո վայր։ Ժամանակն է, որ հովիվները պատրաստ լինեն իրենց կյանքը դնելու հոդի համար, քայլելով բարի հովիվի Տեր Հիսուս Քրիստոսի օրինակի համաձայն։ Դատաստանը սկսելու է Աստծո տանից, մաքրագործման վերջին հանգրվանը։ Առաջին Պետրոսի 4-րդ գլխում մեջ առաքյալը կհնչեցնե ահաստու ճշմարտություն,
որը պետք է ստապեցնե յուրաքանչյուր հավատացյալի և հոգևորականի։ Նա գկրե, որովհետև ժամանակն է, որ Դատաստանը սկսի Աստծո դունեն, և եթե առաջ մեզ մեկ սկսի, ապա ինչ պիտի լա վախճանը անոնց, որոնք չհնազանդեցան Աստծո ավետարանին։ Երբ մենք կտեսնենք եկեղեցու ներսին տիրող ապօրինությունները, պաշտոնյաներու անբարոյական ընթացքն ու սրբապղծությունը, հաճախ կմտածենք, թե ինչու Աստված չի պատժեր աշխարհի մեծագույն մեղավորները։ Բայց Աստծո օրենքը հստակ է։ Նա առաջին հերթին հաշիվ կպահանջի անոնցմէ, որոնք կգրեն իր սուրբ անունը։ Տերը չի հանդուրժելու, որ իր սեղանին մոտեցած կամ մոտենան բղծված ձեռքերով։ Մաքրագործման հուրը նախ եւ առաջ այրելու է եկեղեցու ներսի բդածությունը։ Այսօրվա բարեկարգման գոչը լոկ վարչական փոփոխություն չէ, այլ երկնային Դատաստանեն փրկվելու վերջին հնարավորությունը։ Ժամանակն է, որ յուրաքանչյուր առաջնորդ եւ հավատացյալ թողով ու երկյուղածությամբ քննե իր շնորհն ու պաշտոնը, որովհետև Աստված գադակ չներ իր սրբությանց հետ, և իր դունը պիտի մաքրվի բոլոր արատներեն։ Դիմակավորված ամբարշտություն, ձեսը առանց սրբության։ Եսայի մարգարեության առաջին գլխի մեջ Աստված իր խորագույն զզվանքը կհայտնի այն հոգևորականներու և հավատացյալներու դեմ, որոնք արտաքուստ կկատարեն բոլոր ձեսերը, բայց ներքուստ լի են անօրենությամբ։ Տերը գսե. Ինչի՞ս է պետք ձեր զոհերու շատությունը, երբ ձեր ձեռքերը կտարածեք դեպի ինձ, աչքերս թեքում եք ձեզնից, որովհետև ձեր ձեռքերը լի են արյունով ու ապօրինությամբ։ Այսօր նույն վտանգը կա մեր եկեղեցական կյանքում, երբ մարդիկ գրելով բարձրագույն հոգևոր զգեստներ կկատարեն շքեղ արարողություններ, բայց կուլիսներու ետին դրված են անբարոյականության, նյութապաշտության, կրապաշտության, դա դիմակավորված ամբարշտությունն է։ Աստված չի հիանար մեր ոսկեզօծ խորաններով կամ երկար հագուստներով, եթե անոնց տակ թաքնված է ապօրինի ու բղծված կյանք։ Ձեսը առանց սրբության վերաբյուրանք է Աստծո դեմ։ Եկեղեցու բարեկարգումը կպահանջի պատռել կեղծ արդարության այս դիմակները։ Տերը գոչ կնե. լվացվեցեք, մաքրվեցեք, ձեր սրտերեն հեռացուցեք չարիքը։ Ժամանակն է հրաժարվելու ցևական կրոնականութենեն և վերադարձնելու այն սրբությունը, որտեղ ներքին կյանքն ու արտաքին ծառայությունը նույնական են Աստծո խոսքի լույսի ներքո։ Փակեցեք տաճարի դռները, Մաղաքիա մարգարեին ահեղ գոչը։ Մաղաքիա մարգարեի առաջին գլխու մեջ Աստված կդիմե իր քահանաներուն ու հոգևորականներուն, որոնք անարոդության փոխարեն բղծություն և արատավոր ընթացք բերին սուրբ սեղանին առջև։ Տերը խիստ ցավով կհայտարարե. ձեր մեջեն մեկը թող փակե տաճարի դռները, որպեսզի զուր տեղը չվարեք իմ սեղանի կրակը։ Ես ձեզմե հաճույք չեմ զգար, և ձեր ձեռքերեն պատարագ չեմ ընդունելու։ Մաղաքիա 1:10։ Այսօր այս խոսքերը ահազանգ են մեր եկեղեցական կյանքի ներսին տիրող ապօրինություններու և անբարոյականությանց դեմ։ Երբ հոգևորականները սուրբ պատարագի ու աստվածային խորհուրդները կվերածեն զուտ աշխատանքի, դրամական միջոցներ գործելու
քաղաքական թատրոններու վերածելու կամ երբ կուլիսներու հետևին գապրին բղծված կյանքով դերը գնախնդրե, որ եկեղեցու թռները փակվեն։ Աստծուն պետք չեն ցեվական արարողություններ, երբ սպասավորներու սրտերը լի են անօրենությամբ։ Եկեղեցու իսկական մաքրագործումը կպահանջե կանգնեցնել այս հոգևոր վաճառականությունը։ Բադարակ մատուցողի ցերքերն ու սիրտը պետք է լան անարատ, ինչպես կպատվիրե ավետարանը։ Ժամանակն է ստապվելու, արմադախիլ ընելու ամեն տեսակ սրբաբղծություն եւ վերադառնալու այն երկեղծությանը, որտեղ Աստծո տունը կպատվվի սրբությամբ եւ ոչ թե ցեվական կրոնականությամբ։ Գենթանի քարեր իսկական եկեղեցու վերահաստատումը։ Առաջին Պետրոսի 2-րդ գլխու մեջ առաքյալը մեզ գիշեցնե եկեղեցու իրական էությունը։ Գսե. «Դուք ալ որպես գենթանի քարեր գառուցեցեք որպես հոգևոր տաճար»։ Սուրբ քահանայություն Հիսուս Քրիստոսի միջոցով Աստծո հաճելի հոգևոր պատարակներ մատուցելու համար։ Հայ Պետրոս 2:5։ Երբ մենք կխոսենք եկեղեցու ներսուդին դիրող անբարոյականության, կրապաշտության եւ ապօրինություններու մասին, մեր նպատակը հուսահատվելը չէ, այլ ստապվելը։ Եկեղեցին պարզապես քարե պատեր, կառույցներ կամ պաշտոններ չէ։ Եկեղեցին ես եւ դուն։ Ես եմ, դու ես։ Մենք ամենքս ենք միացած Քրիստոսի սիրով եւ ճշմարտությամբ։ Եթե կառույցը հիվանդ է, մեր գոչումը կդառնա այն կենդանի ու սուրբ քարերը, որոնք թույլ չեն տար չարին դիրելու Տիրոջը տանը։ Բարեկարգումը չավարտվիր մեղքը մերկացնելով, այն կպահանջի սրբության վերահաստատում։ Մաքրիր քո կյանքը, կանգնիր ճշմարտության կողքին եւ մի լրեր անօրենության առաջ։ Դարձիր այն կենդանի քարը, որու վրա կկառուցվի Տիրոջ անարատ հոդը, որովհետև Աստված կփնտրե հոգով ու ճշմարտությամբ երկրպագողները։